Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխազ Ղազարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, այսպես մի հատ սուբյեկտիվ հարցով սկսենք, տեսեք, շատերին գիտեմ ավելի ճիշտ, որ մտավախությունն է, որ 9-րդ գումարվան, այսինքն գալիք խորհրդարանը, որ օգոստոսի 3-ից, եթե չեմ սխալվում, կսկսի աշխատել, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որ ասենք ձեր թիմի անդամները ասում են անդիմությանը եկեք մենք ձեզ այստեղ կսովորեցնենք, կդաստիարակենք եւ այլն։ Անդիմությունը իր հերթին ասում է մենք գալու ենք, որպեսզի այսինչ կամ այնինչ բանը թույլ չտանք 300,000 ադրբեջանցիներ, սահմանադրություն Ալիևի թելադրած մի խոսքով։ Եպես ամեն ինչը բերում են հանրագումարի, պնդում են, որ 9-րդ գումարման խորհրդարանը լինելու է վատագույնը ազգային ժողովի պատմության ընթացքում։ Դուք կիսում եք այդ մտահոգությունը կամ համաձայն եք այդ գնահատականին։ Շնորհակալ եմ հարցի համար, տեսեք մտահոգություններ ես ինքս էլ ունեմ, հաշվի առնելով ինչպիսի ընդդիմություն ենք ունենալու խորհրդարանում, որովհետև եթե համեմատենք այն մարդիկ, ովքեր որ հիմա մանդատ են ստանալու եւ նստեն որպես падգամավոր այդ падգամավորական աթոռին եւ տեսնելով նրանց գործելավոճը նաեւ հիմա արած հայտարարությունները, ինչպես նաեւ ցինիկ, մի փոքր այսպես քաղաքակրթությունից զատ եւ այլն, մտահոգություն ունեմ այս առումով, բայց ինչպիսին կլինի 9-րդ գումարման ազգային ժողովը փորձել ենք հնարավորինս կանխատեսել եւ հնարավորինս կարողանանք այն կառավարելի դարձնել, ինչը հիմք դարձավ, որ մենք 8-րդ գումարման ազգային ժողովում դեռ ընդդիմության հետ համատեղ աշխատանքի արդյունքում այն ժամանակվա ընդդիմության հետ ստեղծեցինք էթիկայի հանձնաժողով նոր պարիտետային հիմունքներով, գիտեք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում կա հնարավորություն էթիկայի հանձնաժողով գումարելու, բայց այն ժամանակ պարիտետային հիմունքներով չէր, այսինքն հավասարի չէր ներկայացված ընդդիմություն եւ իշխանություն եւ որոշումները հնարավոր է լինեին ոչ օբյեկտիվ, որովհետեւ ամեն դեպքում դուք հո թիմակցին գիտակցորեն թե այլը պաշտպանել ինչքան էլ օբյեկտիվ լինես ռեակցիա ունես եւ այս դեպքում հնարավորինս այնպես արեցինք, որ էթիկայի հանձնաժողով ունենանք այնպեսին, որը կկարողանա հետագայում կանխի հնարավոր նման միջադեպերը, որը որ մենք ունեցանք 8-րդ գումարման ազգային ժողովում, բայց 9-րդ գումարման ազգային ժողովում մտահոգությունս պայմանավորված է նրանում, որ մենք ունենք մի նոր մեծ ֆրակցիա ընդդիմադիր, որի անդամները կարծես ոչ գաղափարական կապվածության հետ են միմյանց հետ, այլ ավելի շատ ինչ որ մի կետում իրար գլխի հավաքված մարդկանց խումբ, որոնք որ չգիտես, իրենց անցյալը որ տեսնում ես կամ այս պահին արված հայտարարությունները մի փոքր չեմ պատկերացնում ինչպիսի գործունեություն կծավալեն ազգային ժողովում, հնարավորինս պետքա լինենք զուսպ, մենք մեր կուսակցության էթիկայի հանձնաժողովն էլ ունենք, որովհետեւ կուսակցական անդամներն էլ հնարավորություն ունենան, հնարավորինս զուսպ լինեն քաղաքակիրթ խոսքում։ Այսպիսով զսպող օղակներ ենք դրել, որպեսզի կարողանանք կառավարելի դարձնենք։ Իսկ աշխատանքների վերաբերյալ պետք է ասեմ, որ ընդդիմությունը այն ժամանակ էլ չէր աշխատում։ Հիմա էլ չի աշխատի, վստահ եմ, նրանց մտադրությունը լրիվ այլ մտահոգությամբ են գալիս, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացու հոգսերը հոգալու կամ որևէ օրենսդրական առանձնահատիկ։ Մենք մանդատները վերցրեցինք, որպեսզի քաղաքացիական պայմանագրին թույլ չտանք այսինչ կամ այնինչ գործողությունը անել, մասնավորապես թույլ չենք տալու 300,000 ադրբեջանցիներ բերել Հայաստան, թույլ չենք տալու Ալիևի թելադրած սահմանադրություն ընդունել եւ այսպես շարունակ։ Շատ լավ էր, որ հիշեցրեցիք այդ արտահայտությունը, ինչի համար են կոնկրետ ես ինքս էլ եմ ասել, եթե գան, օրինակ Նարեկ Կարապետյանը եւ մյուսները հատկապես իրենց դաշինքից, ես ինքս հարց ունեմ իրենց աչքերի մեջ նայելով։ Բա այդ որ ասում էիք այդպես կլորացված վախեցած ժողովրդի մեջ այդ բանը գցելով թե հեսա հենց ընտրվեցին, բա ուր են այդ ադրբեջանցիները ամեն օր այն ամեն մի ասված ստի համար պետք է կարողանան գան ազգային ժողովում պատասխան տան, որովհետև անպատասխանատու հայտարարություններ անել քաղաքական դաշտում, դրանք անպայման հետևանք պետք է ունենան, իսկ ազգային ժողովը այն հարթակն է, որտեղ քաղաքական առումով պետք է գալիս է ժամանակը իրենց հարցերին իրենք իսկ պատասխան տալու եւ մենք էլ դրա համար ենք, որ կարողանանք այդ հարցերի պատասխանը հենց իրենցից տանանք։ Իհարկե, միտված եմ, որ այս անգամ ազգային ժողովը ավելի շատ ուշադրություն չդարձնի այդ աղմուկը, որ պետք է անեն ու խանգարեն նիստերը, հնարավորինս կարգավորենք այնպես, որ ազգային ժողովը լիիրավ աշխատի օրենսդրական նախաձեռնություններով եւ այնիշ միտված է երկրի ներքաղաքական կյանքը բարելավելու, չմոռանանք արդեն նաեւ խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացում կամ արտաքին հարաբերություններում դիվերսիֆիկացիաների վերաբերյալ աշխատելու։ Տիկին Ղազարյան, տեսեք, դուք մի քիչ այսպես
չեմ ասում հեգնանքով, բայց ոչ այնքան լուրջ գնահատական մեր տվեցիք արդեն գործող ինստիտուցիոնալ հանդիմությանը, որի հետ ուզեք չուզեք դուք հարաբերվելու եք խորհրդարանում, չեք կարծում, որ այնուհանդերձ ինչ որ գործակցության չէ լավ գոնե երկխոսության եզրեր անհրաժեշտ է գտնել, որովհետև տեսեք դուք անընդհատ դուք ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ընդգծում եք, որ դուք ստացել եք մոտ 730,000 ձայն, բայց եկեք չմոռանանք, որ իրենք էլ ընդհանուր առմամբ ստացել են շուրջ 500,000, այսինքն այդ 500,000 ձայն տվողների հետ պետք է խոսել իրենց ներկայացուցիչների միջոցով։ Շատ լավ, տեսեք մենք Հայաստան դաշինքը երբ որ եկավ խորհրդարան, մեկ այդ ժամանակ գալիս էին մեզ մաշեցնելու եւ այլն եւ արդյունքում ինչ ստացվեց, այսօր իրենք մոտավորապես իրենց դաշինքից կեսի չափով են ներկայացված լինելու խորհրդարանում, դա վատ տեղ է տանում։ Իհարկե բնականաբար մենք կուզենայինք ունենայինք առողջ այնպիսի ընդդիմություն, որ կգար եւ որևէ օրենսդրական նախաձեռնություն իսկապես կքննադատեր, կնստեինք, կերկոսեինք եւ այլն, որևէ հարցերի շուրջ։ Մենք վստահ ենք, որ այս դեպքում այն մարդիկ, ովքեր նախկին ընդդիմությանը ձայն են տվել, վստահաբար այդ ձայները չեն տա ու մենք չենք սխալվում, որովհետեւ չաշխատեցին այդ մարդիկ իրենց ընտրողների համար։ Այս անգամ իրավիճակը մի փոքր այլ է։ Մենք տեսանք, թե ինչ զարտուղի ճանապարհով ընտրվեց այս ընդդիմությունը։ Իրենց օրգանիկ ձայները երևի 20% չեն կազմի կամ 10% չեն կազմի։ Այն էլ իրենց մոտիկ հարազատներն էլ երևի իրենք էլ ինչ որ ակնկալիքի դիմաց են ընտրել։ Այսինքն ընտրակաշառքով ընտրված մարդիկ են, ովքեր որևէ քաղաքական կշիռ չունեն ընդհանուր առմամբ։ Սա ամբողջ դժբախտությունը մեր ընդդիմության իրականում այսօրվա։ Դրա համար այդ 500,000 մարդկանց համարել ենք մենք աշխատելու բնականաբար, բայց լավ կլինի հետագայում, որպեսզի կարողանան մեծ պատասխանատվություն կրեն այն իշխանության այն ուժին, որին ձայն են տալիս։ Մենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք բավականին մեծ աղմուկ բարձրացեց, ես ինքս զեկուցող էի ընտրական օրենսգրքում փոփոխությունների, որպեսզի կարողանանք կանխենք նաև այն մարդկանց ընտրելու իրավունքը, ովքեր դրսից գալիս են ուղղորդված եւ որևէ հետևանք չեն կրում ընտրության արդյունքների վերաբերյալ։ Իրենք ընտրում են իշխանություն, որի ներքո չեն ապրելու եւ վերահսկողություն չեն իրականացնելու, պատասխանատվություն չեն կրելու։ Այդպես սխալ է հենց Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացու հանդեպ։ Այս պահին օրենսդրական նախաձեռնությունը ընդունվել է, բայց ընդդիմությունը դեռ հաշ չէ դրա հետ, ինչը նորմալ է, կարծում եմ հետագայում էլ իրականում, եթե կտեսնենք կան խնդիրներ, կարելի է վերանայել, բայց այս առումով միակ լուծումն էր, որ այս պահին կարող ենք ապավել, որովհետև առաջիկայում էլ ընտրություններ ունենք։ Դուք իմ հարցը մի քիչ կանխեցիք, որովհետև ես փոքր-ինչ ավելի ուշ էի ցանկանում այդ մասին խոսել, խոսքը վերաբերում է հենց ընտրական օրենսգիրքի վերջին փոփոխություններին, ընդ որում ընտրական օրենսգիրքը երևի Հայաստանի Հանրապետության ամենաշատ փոփոխված ընտրական ընդհանրապես օրենսգիրքն է, ընդհանուր առմամբ եմ ասում։ Հիմա տեսեք, այն ինչ որ դուք ասացիք, որ այն ինչ որ պայմանականորեն հիմա ասում են ընտրական տուրիզմ, հա, դա կանխելու քայլը, որ դուք արեցիք, միգուցե արդար է, հա, ինձ համար օրինակ, որպես Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ եւ քաղաքացու։ Բայց գիտեք, նաեւ այսպիսի մի դրամաբանություն կա, որ միշտ չի, որ արդարությունն ու արդարադատությունը նույն բաներն են։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությամբ ինքը սահմանադրություն է, լավն է, վատն է, ընդունվել է, չի ընդունվել, բայց ինքը գործող սահմանադրություն է։ Սահմանափակումներ նմանատիպ չկան, այսինքն դուք չունեք մտավախություն, որ սահմանադրական դատարանը վաղը ասելու է մի րոպե։ Այսպիսի բան սահմանադրությամբ նախատեսված չի, հետեւաբար արգելված է։ Շատ լավ, տեսեք ընդդիմությունն էլ հենց դա էր խաղարկում, որ սահմանադրությամբ նախատեսված չէր, որ պետքա նստակյացության սենս անվանվի, բայց մենք նաև ունենք, որ նույն կերպ նախատեսված չէր, որ պետք է թիմերում օրինակ ընտրությունների մասնակցեն են քաղաքացիները, ովքեր 6 ամիս շարունակ հաշվառված են տվյալ տարածքային ինքնակառավարման մարմնի ռեգիստրում։ Բայց իրականում ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունը իրականացվել է ու արդեն տարիներ շարունակ օգտագործվում է։ Այնտեղ իրենք ասում են իրավունքի ընդլայնում է, այս դեպքում իրավունքի սահմանափակում։ Այո, այսպես է դիտարկվում, որ սա սահմանափակում է, բայց երբ որ նայում ենք եվրոպական երկրների միջազգային փորձ, նաև Վենետիկի հանձնաժողովից են բերում, եվրոպական դատարանների վճիռներից են օրինակներ բերում եւ այլն, մենք տեսնում ենք, որ այնտեղ որևէ կերպ սահմանափակված չէ, որպեսզի ընտրական օրենսգրքում, այսինքն սահմանադրությունը չի սահմանափակում
ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու հնարավորությունը։ Այդ իսկ պատճառով մենք նստակյացության ցենց նաև սահմանեցինք դիմերում եւս այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նաև լրամշակում իրականացրեցինք, նաև նույն պայմանը սահմանեցինք նաև դիմերում։ Արդարությունը եւ արդարադատությունը հենց մեր այն ձգտումն է, որ ինչ-որ մի կետում մենք ունենանք այնպիսի արդարություն եւ արդարադատություն, որ այսպես ասած խաչվեն։ Երբ որ խաչվեն արդարությունն ու արդարադատությունը, մենք կհասնենք մեր ցանկալի արդյունքին, որին որ հետապնդել ենք։ Ես էլ եմ ասում, այսպես ասած սեպագրություն չի օրենսդրական նախաձեռնությունը, բայց այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացուց եկած պահանջի բավարարում կարելի է ասել, որ նման մոտեցում ցուցաբերեցին։ Պետք է ասեմ, ավելի խիստ պայմաններ էինք նախատեսել սկզբնական տարբերակում, բայց հետագա քննարկումների արդյունքում մի փոքր ժամանակը լայնեցինք, որպեսզի կարողանանք բացառություններ եւս մեկ սահմանեցինք, բայց ելի եմ ասում, հետագայում գուցե ելի վերանայվի, առաջիկա խորհրդարանում կքննարկենք, բայց այս պահի դրությամբ հանրային մեծ պահանջ էր նման նախաձեռնությամբ հանդես գալ եւ 4 պատգամավորներով նախաձեռնեցինք ու ես վստահաբար կարող եմ ասել, որ բացի ընդդիմադիր դաշտից եւ քաղաքասարակության ներկայացուցիչներից մի խումբ քաղաքասարակության ներկայացուցիչներից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ողջունում է նման քայլը եւ իրոք նրանցից եկող նախաձեռնություններ, այնպես որ դեռ հունվարից մենք այս ազդակները ստացել ենք, բայց փոփոխություն չենք նախաձեռնել, նախ օրենքով թույլատրելի չէր եւ երկրորդն էլ հետագայում կասեն, այ տեսեք, դուք կանխեցիք, չթույլ տվեցիք, որ մարդիկ մասնակցեն, գուցե իրանք գալիս էին ընտրել, իրանք երեխաներն էին հայք են վճարում եւ այլն, տարբեր պայմաններ, բայց ինչ որ միտեղ մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք մեծ սփյուռք եւ անվտանգության առումով դա շատ կարեւոր էր մեր համար, ոչ միայն այս ընտրությունը հիմք հանդիսացավ, այլ նմանատիպ երկրները բոլորը նման սահմանափակում ունեն եւ նորմալ է, որ մենք էլ մի օր պետք է գայինք դրան։ Հասկանալի։ Հիմա վերադառնանք 9-րդ գումարման գալիք խորհրդարանին։ Տեսեք, դուք էլ ձեր խոսքի մեջ ասացիք, որ ընդդիմության մի մասը լեգիտիմ չի, այն իմաստով, որ ընտրակաշառքներ եւ այլն։ Ընդդիմությունն էլ իր հերթին ասում է իշխանությունը քաղաքացիական պայմանագիրի իշխանությունը, այսպես ասեմ, լեգիտիմ չէ, որովհետեւ վարչական ռեսուրս են կիրառել, են արել եւ այլն։ Այսինքն, այստեղ ես ամենայն դեպս, միգուցե ես սխալվում եմ, ես ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, այստեղ ես գործակցության որևէ եզր, երկխոսության որևէ եզր չեմ տեսնում, այսինքն դա չի լինելու։ Չէ, օրինակ, բայց մտահոգություն չկա, որ այն 500,000-ը, որի մասին ես խոսում էի, որոնց մեծ մասը ըստ էության եկեք ընդունենք, որ քաղաքացիական պայմանագրի դեմ է քվեարկել, որ այդ պարտիկ հույսները կկտրեն այս ընդդիմությունից, ոնց որ սովորաբար լինում է, դուրս կգան փողոց, բոլորովին այլ մարդկանց առաջնորդությամբ։ Ու այդ ժամանակ իշխանության համար կարող են շատ լուրջ խնդիրներ առաջանալ։ Տեսեք, մարդիկ դուրս են գալիս փողոց այն դեպքում, երբ իսկապես այն անարդարության զգացում են ունենում կամ երկրում լինում է խորը ճգնաժամ ինչ-որ հարցի շուրջ կապված։ Բայց ես չեմ տեսնում այս պահի դրությամբ այնպիսի մի խնդիր, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի դուրս կգա փողոց։ Տեսեք, շատ լավ։ Ընտրությունների արդյունքներն էլ փորձեցին ասեն ոչ լեգիտիմ, վարչական ռեսուրս, ինչպես դուք նշեցիք, չեն ընդունում ընտրության արդյունքները, սա կորցվեց, նա կորցվեց եւ այլն, բայց տեսակ ընտրություններից հետո ինչպեսի խաղ, բացի իրանց մի քանի հոգուց, ովքեր աղմկում էին հենց կուսակցության ներկայացուցիչների այդ ցուցակի անդամները ԿՀ-ի մոտ, ուրիշ ոչ մեկ իրանց կողքը կանգնած չէր ու դա սпасելի էր, որովհետեւ ընտրակաշառքով ընտրության գնացած քաղաքացին երբեք փողոց դուրս չի գա այդ քաղաքական ուժին պաշտպանելու համար, իր մաքսիմում աշխատանքը, որ ինքը կատարել, գնացել ընտրել է։ Սա վստահաբար պետք է ընդունենք։ Իսկ հետագայի համար թե ինչպիսի խորը կարող է խնդիր առաջանալ քաղաքացին դուրս գա, մենք միշտ ենք ասել, եթե որևէ հարցում, ինչ քաղաքականություն որ մենք վարում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացին անհամաձայն է, ինքը ցանկացած պահի կարող է դուրս գալ եւ փոխի իշխանությունը։ Մենք տվել ենք ժողովրդին լիիրավ իշխանություն, իրենք են ընտրում իրենց իշխանությունը, իրենք էլ կարող են հեռացնել ցանկացած պահի, եթե որևէ հարցի հետ համաձայն չեն կամ խնդիր ունեն կամ ինչ-որ պրոբլեմ ունեն։ Ես երբեք չեմ հասկացել այնպիսի քաղաքացիներին, ովքեր սաբոտաժ են օրինակ իրականացնում, աղմուկ են բարձրացնում, որովհետև մեզանից յուրաքանչյուրը պատգամավորներից միշտ ավելի քան հասանելի է։ Իշխանության ցանկացած ներկայացուցիչ ավելի քան հասանելի է։ Վարչապետը միշտ ասել է կաբինետային
միջազգային այդ կառավարումը հնարավորինս քչացնելու մասին։ Վարչապետից հասանելի մարդ այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա։ Սա քաղաքացիներին մեզանից լավ ճանաչում է, այսինքն որևէ մեկը իր ձայնը բարձրացնելու, խոսելու, արտահայտվելու, իր խնդիրը բարձրացնելու խնդիր չունի այսօր Հայաստանում։ Դրա համար ես այսպես փողոց դուրս գալու եւ որևէ բանի կամ ինչ-որ նոր ինչ-որ ուժ ձևավորվի կողքս կոնսոլիդացիայի պետք է լուրջ խնդիր լինի երկրում, որ կարողանա այդպիսի կոնսոլիդացիա ապահովի։ Ուրեմն լավ, ես երկու տարբերակով ասեմ, ինչ վերաբերում է այս ձեր վերջին փաստարկին, որ մարդիկ իրավունք ունեն, անում են, բողոքում են եւ այլն, նույն անդիմադիրները պնդում են բժշկուհին, որը վարչապետի հետ բավական կոշտ զրույցեր ունեցել, ազատվեց աշխատանքից, հաստիկը կրճատվեց, Գագիկ Ծառուկյանն է քաղաքական հետապնդումների ենթարկվում եւ այսպես ցուցակը կարելի է շարունակել, որ հիմա իշխանությունը գնում է ըստ էության անդիմությանը լիկվիդացնելու ուղղությամբ։ Այսինքն գնում է դեպի ավտորիտարիզմ, մանր, բայց հաստատուն քայլեր։ Մենք որ սկսեցինք Քարոզարշավը հերթականությամբ գամ մեր հարգարժան բժշկուհու դեպքից դեպի Գագիկ Ծառուկյան, երբ որ սկսեցինք Քարոզարշավը, հաճախակի հանդիպում ենք նման դեպքեր։ Ես միշտ ասել եմ, ցանկացած քաղաքացու լսելու, հանդիպելու որևէ մեկս որևէ խնդիր երբևէ չենք ունեցել եւ տեսանք, որ այդպիսի դեպքերը սկսեց պարբերական դառնալ։ Այսինքն ես այստեղ միտում եմ տեսնում գալ եւ Քարոզարշավը սաբոտաժի ենթարկել եւ մենք հետագայում փորձեցինք դա կանխել։ Ընդհանրապես էլ վարչապետը չէր զրուցում այդ մարդկանց հետ, ովքեր գալիս էին իսկապես քաոսի ենթարկելու Քարոզարշավի ընթացքը։ Բժշկուհու դեպքը ես ներողություն, բայց այդ շարքում եմ դասում, գուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես դա տեսա, որին հետո հաջորդեց Օսիպյանի մոտենալը նաև այդ շրջանում ու աղմուկ բարձրացնելու խնդիր ունեին այս մարդիկ այդ ժամանակաշրջանում։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքից ազատվել, ես հիշում եմ, եթե չեմ սխալվում, բժշկուհին ինքն էր դիմում գրել աշխատանքից ազատվելու համար ու բավականին երկար ժամանակ ինքը ասեց ես դուրս կգամ, ինձ պետք չի եւ այլն։ Ես կարծում եմ պետքա ուսումնասիրել դեպքին շատ մանրամասն չեմ տիրապետում, արդյոք իր դիմումի հիման վրա է դուրս եկել, թե ինչպես, դա էլ հետագայում պարզ կդառնա։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, հարգելիներս, վաղուց Գագիկ Ծառուկյանի վրա կար քրեական գործեր։ Հիմա հասունացել է այս ժամանակ են եկել իր հետևից այդ քրեական գործերի հետևից իրավապահները, բայց ցանկացած ժամանակ եթե գային, միևնույնն է դա փաթեթավորվում էր որպես քաղաքական հետապնդում, որովհետև լավագույն թայմինգ այս process-ը իրականացնելու իսկապես չէին գտնի, որտեղ անընդհատ մենք ինչ հիմա ընտրվել ենք, չէ՞, մենք էլի քարոզարշավի մեջ ենք, որովհետեւ մյուսին էլ հնարավորություն ունենանք ընտրվել։ Այս ընթացքում որևէ քաղաքական գործունեություն ծավալող անձի վերաբերյալ եթե ինչ որ մի բան է լինում, պարտադիր դա վերագրվում է որպես քաղաքական հետապնդում։ Այս 5 տարիների ընթացքում անընդհատ ինչ որ քաղաքական հետապնդումների ու քաղաքալացյալների մասին խնդրում, մինչդեռ բոլոր աշխարհում խոսում են այն մասին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, բայց քանի քաղբանտարկյալների մասին է խոսք եղել այս ամբողջ ընթացքում։ Բոլորին ովքեր ունեն խնդիրներ, քրեական ինչ-որ բաների հետ են կապված, որ պետքա վրա հասնի, մեկ էլ տեսնում ես հայտնում են ինչ-որ ցուցակում, հետո դառնում են ինչ-որ քաղբանտարկյալ կամ քաղալացյալ, այսպիսի փաթեթավորում է ունենում, իրականությունը լրիվ այլտեղ է, իրենք անընդհատ փոխում են բովանդակությունը, որպեսզի կարողանան այդ ամեն ինչը այլ քողի տակ ներկայացնել, բայց փառք Աստծո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց ընտրությունով ապացուցում են, որ իրենք ինքան լավ են այդ ամեն ինչը հասկանում ու տեսնում ու հնարավոր չէ մեր քաղաքացիներին պարզապես մոլորեցնել։ Ես միշտ եմ ասել, ես այնքան հպարտ եմ մեր քաղաքացիների բարձր այդ իրավական ու քաղաքական գիտակցությամբ ու վստահ։ Հիմա անցնենք այն տրիգերին, որը կարող է բերել օրինակ ներքաղաքական ճգնաժամի։ Տեսեք, 2-3 տարի առաջ ես հիշում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ելույթներում համարյա ընդգծում էր, որ Հայաստանում ադրբեջանական անկլավներ գոյություն չունեն, այն պարզ պատճառով նաև, որովհետև բնության մեջ չկա նման իրավական փաստաթուղթ, որը կապացուցեր, որ այդ անկլավները երբևէ եղել են Ադրբեջանի տարածքում։ Իրավական իմաստով։ Հիմա 3-4 օր առաջ արդեն լրագրողների այդ հարցու պատասխանի ժամանակ կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն խոսում էր անկլավների եւ էքսկլավի մասին, այսինքն Բարձվաշենի եւ ադրբեջանական անկլավների մասին, որոնք միգուցե ինչ որ մի պահի կարող է որոշեն, որ փոխանակել կամ եւ այլն։ Այս ամենը, եթե կհիշեք 2022 թվականը որի արդյունքում ձևավորվեց Փրկենք Տավուշը, հետո դարձավ Կիրանցի եւ այլն։ Լավ, այն ժամանակ արդյունքում պարզվեց, որ այն տեղեկությունը, որով որ կիսվում էր ընդդիմությունը, այսինքն Աստվածածին եկեղեցին մնում է այնտեղ, էսը լինում, պարզվեց, որ իրականությանը չեն համապատասխանում, բայց շարժում սկսվեց։
այնուհանդերձ այս մի դեպքում եթե անգամ որոշում կայացվի, որ պիտի անկլավների փոխանակում արվի կամ եւ այլն կամ ինչ որ այլ իրավական գործընթացներ, պարտադիր է լինելու սահմանադրական ներողություն հանրակրվե։ Այո։ Իսկ դա կարող է բերել ճգնաժամի, թե չէ։ Գիտեք, այս պահի դրությամբ թե ինչ ճանապարհով ոնց կքննարկվի, մենք հստակ գիտենք, չէ, որ Արցվաշենը մեր էսկլավն է եւ դրանում վեճ չկա։ Հիմա փաստաթղթերի հետագա ուսումնասիրության, գիտեք, քարտեզներ են որոշակիացվում, այդ քարտեզները համաձայնեցվում են, դրանց հիմքով հետագայում ինչպիսի քարտեզներ, ինչպիսի ապացույցներ նաեւ իրենց կողմից տարածքի վերաբերյալ կլինի, դեռ մենք չգիտենք։ Ես ընդհանուր առմամբ այդքան լավ չեմ տիրապետում կոնկրետ էսկլավի որևէ տվյալների, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ, տեսեք, իրանցի օրինակը վառ ապացույց է դրան, երբ որ խոսվում էր մեկ այլ բանի մասին, բայց քաղաքացիների բունտը եւ այլն ու վարչապետը անընդհատ այդ ժամանակ քաղաքիրանցում ա եղել, քաղաքացիների կողքին ա եղել, հատիկ մետր առ մետր գյուղի բնակչությունը մասնակցել է այդ սահմանազատման գործընթացներին եւ եթե հիմա այցելեք իրանց կտեսնեք ինչքան ավելի այլ տարածք եք այցելում, ինչքան նոր տներ են կառուցվում, ինչքան ավելի անվտանգ տարածք է եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք էլ ունենք տարածքներ, որ հիմա օրինակ այլ երկրի տիրապետության տակ են անցել եւ դրանք բոլորը պետքա պարզվեն ըստ վերջնականացված քարտեզների եւ մենք այդ process-ը շարունակում ենք ու փառք Աստծո այդ process-ը անկասելի է սպահի դրությամբ երկու կողմերի համաձայնությամբ իրականացվում է եւ որևէ վեճ այս առումով չենք ունեցել դեռ։ Եվ ես կարծում եմ, որ հետագայում էլ չենք ունենա, ինչպես տեսնում եք, այդ հանձնաժողովները շատ ակտիվ աշխատում են, համար շատ կարեւոր է, որովհետեւ սահմանների այդ ճշգրիտ սահմաններ ունենալը եւ դրա վրա հիմնվելը մեզ համար առաջնային խնդիր է եղել միշտ եւ դա պետք է հստակեցվի մի օր, որպեսզի վերջնական այս թեմաները իրականում փակվեն։ Ընթացքը ինչպես կլինի, այդ ընթացքում կխոսանք, բայց ելի եմ ասում, լինելու է բացառապես այնպիսի լուծումներ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրան մասնակից է, ոչինչ չի իրականացվում առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացու անմիջական մասնակցությամբ եւ համաձայնությամբ, դրանում կարող եք վստահ լինել։ Օրինակ չեք կարծում, բայց այսպես մի քիչ փիլիսոփայենք էլի, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գիրանցի հետ կապված, ինքը բերեց հանգեցրեց նրան, որ մասնավորապես սահմանապահ գյուղերի, հա, բնակչությունը այսպես որոշակիորեն հիասթափվեց ընդդիմությունից եւ ձայները տվեցին քաղաքացիական պայմանագրին։ Ես լավ հիշում եմ այն զարմանքը, որ օրինակ Սյունիքի սահմանային գյուղերում արդյունքները հրապարակվում էին, նույն ընդդիմադիրները չեզոքներ ասում են ոնց է այնտեղ քաղաքացիական պայմանագիրը ինչի հաշվին է այնտեղ այդքան ձայն հավաքել նկատի ունեն տոկոսային հարաբերակցությունը։ Կարծում եք, որ դա էր պատճառը։ Առհասարակ, երբ որ փորձում են ժողովրդի մեջ սուտ սաբոտաժ, ինչ-որ sense բաներ սերմանելի վերջը, երբ որ ճշմարտությունը ի հայտ է գալիս, մարդկանց մոտ լրիվ այլ ռեակցիա է առաջանում եւ իրապես հիասթափություն է առաջացնում։ Ես դրա համար եմ ասում, այս նոր ընդդիմությունը ավելի շատ վատ վիճակի մեջ է, քան այն նախկինը, որ եկել էր։ Նախկինը մի քիչ պատերազմից հետո էր էմոցիաների ֆոնի էր, չեմ արդարացնում նրանց, բայց ժողովրդին կարողանում էր ավելի խոր այսպես վախերի մեջ պահել, բայց հիմա արդեն լրիվ այլ իրավիճակում ենք ապրում, խաղաղության պայմաններում ենք ապրում եւ ժողովուրդը այսքան դժվարություններ տեսնելուց հետո շատ դժվար է ժողովրդին մոլորեցնել կամ խաբել կամ ստերով սնել ինչ որտեղ կամ վախեցնել ինչ որ ազդեցություն։ Այնպիսի տպավորություն է, կարծես հարևան երկրի մամուլի խոսնակները լինեն Հայաստանի Հանրապետությունում, ինչը շատ տգեղ է նայվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից։ Իրենց թվում է թե իրենք ինչ որ այսպես բաներ մտահոգություններ են արտահայտում, բայց իրականում շատ տգեղ է նայվում, որովհետեւ քաղաքացին տեսնում է այն ընթացքը, որով մենք գնում ենք ու ամեն ինչ այնքան թափանցիկ է, նույնիսկ օգոստոսի 8-ի նախաստորագրված այն աշխատանքային պայմանագրերը պահանջեցին ընդդիմությունը, որ բացահայտվի, դե իրենց արշինով չափելով մտածում են կուլիսային ինչ որ համաձայնություններ կարող են լինել, լինել, նույնիսկ աշխատանքային պայմանագրերը հրապարակվեցին, կամ ամեն ինչի շուրջ, երբ որ ընդդիմությունը խոսում էր, թե մենք գնացինք, վայ, գախնի այս թուղթը, այն թուղթը, կանչում հրավիրում ասում են եկեք, դուք էլ մասնակցեք, տեսեք քրեական գործեր կան, նույնիսկ գախնի հանդիպումից ինֆորմացիայի դուրս հանելու։ Էսա որակ է եղել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բնականաբար էս ամեն ինչը հաշվի առնելով անդրում։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, կարող է մենք դուք մի պահ մոռանանք ինչ ա եղել, բայց երբ որ գալիս է ընտրության պահը, սկսում են մարդիկ այսպես իրար կողք դնել ու համեմատություն անցկացնել, եւ այդ համեմատության արդյունքում կատարում են իրենց ընտրությունը։ Դրսից եկած շատ քաղաքացիներ եկել են ընտրության, եւ ես վստահ եմ, որ մոտավորապես 80%-ը ավելի շատ ընտրել է հենց մեր իշխանությանը,
բանը, տեսեք 680,000-ից 720,000 է դարձել մեր ընտրողների թիվը, գիտեք ինչի հիմքով, որովհետև իրենք եկել ու այդտեղ տարբերություն են տեսել։ Իրենք եկել ու տեսել են այն ժամանակ, երբ որ իրենք լքել են երկիրը ու հիմա ինչպիսի երկիր ունեն, ինչպիսի թաղամաս, ինչպիսի համայնք, ինչպիսի պայմաններ ու դեռ գուցե չենք զգում, բայց այն խաղաղության պայմաններում, որ հիմա մենք ապրում ենք, վստահաբար սահմանամերձ գյուղերը շատ ավելի լավ են զգում։ Դրա համար արդյունքը լրիվ տարբեր ստացվում։ Այսպիսի թեզ էլ կա, որ քաղաքացիական պայմանագիրը բավական շատ ձայն հավաքեց, ավելի քան նախատեսված էր, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարզապես ընդդիմացան այն հանգամանքին, որ այլ երկիր փորձում է միջամտել Հայաստանի Հանրապետության ընտրություններին, ներքին process-ներին, այսինքն ըստ էության ոչ թե ձեզ են ձայն տվել, այլ ընդդեմ այն մի պետության են տվել։ Նման տոկոս էլ կարող է լինել, որովհետև ես էլի լսել եմ մարդիկ, որոնք որ ընտրության չեն մասնակցել, ասենք, ապա քաղաքական մարդիկ են, մարդիկ կան, որ պրինցիպիալնի sense բան ունեն, չեն գնում ընտրությունների, ինչպիսի բան դիրքորոշում էլ ունենան, չեն ուզում մասնակցեն քաղաքական որևէ այդպես բան։ Իհարկե ես չեմ հասկանում այդպիսի մարդկանց, որովհետև ես միշտ երբ ունեցել եմ ընտրական իրավունք, ես անպայման իրացրել եմ թեկուզ եւ վստահ եմ, որ այն ժամանակ իմ քվեն որևէ կերպ որևէ ազդեցություն չէր ունենում վերջնարդյունքի վրա, բայց ամեն դեպքում իրացնում եմ իմ ընտրական իրավունքը, բայց կա այն լսել եմ մարդիկ, որ ասել են հատուկ տեսնելով, որ դրսից գալիս են ուղղորդված, որպեսզի ընտրեն, մեջս բանը առաջացել գնամ եւ ընտրեմ, որպեսզի հավասարակշռեմ այդ ձայները։ Էդ էլ չեմ կարող բացառել, նման բան էլ է եղել։ Հիմա այսպես մոտավորապես ամփոփելով էլի վերադառնալով Գալիք խորհրդարանին, տեսեք, երբ դուք ասում եք, որ ընդդիմությունը լեգիտիմ չի, ըստ էության չեք կարծում, որ դա ավտոմատ տարածվում է ամբողջ խորհրդարանի վրա, այսինքն եթե ընդդիմությունը լեգիտիմ չի, հետեւաբար խորհրդարանը էլի լեգիտիմ չի, որովհետև ըստ էության ներկայացված չի այնտեղ ժողովուրդը։ Ամենայնպես մի մեծ հատված այնտեղ չկա։ Դե գիտեք, մեր լեգիտիմ չի ասելու հիմքում կան կոնկրետ վտանգավոր։ Այո, բան չունեմ ասելու, բայց կան այնտեղ կոնկրետ վարչական բան, քրեական գործեր, ընտրակաշառքի հիմքով եւ այսպես տարբեր միջնորդելու հիմքով եւ այլն, ուղղորդելու եւ այլն, եւ բավականին շատ գործերում հենց քաղաքացիները իրենք արդեն ասել են, որ այո ձայնագրությունը իրենց, այսինքն մենք ունենք այդ հիմքը դա այդ ամեն ինչը ասելու։ Ճիշտ է, այս պահին որևէ դատական վճիռ չկա, բայց վստահաբար այդ վճիռներն էլ կլինեն, հետեւաբար էլի հարց է առաջանում այդ ժամանակ, այսպես որ չկմեղանում ասում են մենք ընտրակաշառք չենք բաժանել, ինչ են ասելու էլի այդ ժամանակ խորհրդարանում, այս սենց հարցեր կան, որոնք որ հետագայում աղմուկ են բարձրացնելու խորհրդարանում եւ հիմք դառնան խոսքը, բայց դրանց մասնակցությունն էլ կա էլի բնականաբար այդ ամեն ինչում, բայց գուցե տերմինը ճիշտ չի ընտրված, բայց ամեն դեպքում այն որ քաղաքական հիմքով չեն ընտրված, դա հիմք է տալիս մեզ ասելու, որ իրենք հիմք չի տալիս, դա է հիմքը, որ իրենք քաղաքական կշիռ չունեցող անձիկ են, որ ես իմ խոսքի սկզբում ասեցի, պետքա падգամավորական աթոռ զբաղեցնեն։ Դա ինձ որպես падգամավոր, որին օրգանիկ մարդիկ ընտրել են որևէ բան չխոստանալու եւ այլնի, զուտ մեր նախընտրական ծրագրին, մեր արած աշխատանքի հիմքով, օրինակ իմ համար գուցե բարձրագույն չի, բայց ամոթ է նստել որոշ մարդկանց կողքին, ովքեր պետք է այսօր գան որպես ընդդիմություն լինեն ազգային ժողովում։ Իդեպ քանի որ արդեն իսկապես ամփոփելով, քանի որ խոսք գնաց նախընտրական խոստումների մասին, տեսեք, դուք հիմա առաջ եք տանում իրական Հայաստանի թեզը, հա։ 21 թվականի ընտրությունների ժամանակ հիմնական թեզը դա Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիոնն էր եւ անջատում հանրապետությանը։ Հետո ինչ որ մի պահի քաղաքացիական պայմանագիր այսպես մի կողմ գնաց այս ծրագրից, հիմա ասում են իսկ ով է երաշխավորում, որ այս դեպքում էլ նույնը չի լինելու։ Գիտեք, իրավիճակները այն ժամանակ շատ անկայուն էին եւ մենք ասել ենք, որ իրավիճակային լուծումների հիմքով եղավ շեղումը մեր նախընտրական խոստումներից, այսպես ասած, բայց հիմա լրիվ այլ իրավիճակում ենք ապրում եւ վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսել է, որ մենք արել ենք ամեն ինչ հնարավոր այդ իրավիճակներից լավագույնս դուրս գալու համար եւ այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետությունը որպես այդ իրավիճակներից փրկված, այսպես ասած, ինչ որտեղ արդեն խաղաղության պայմաններում
ապրող երկիր եւ իրապես մենք արդեն մոտավորապես արդեն կլրանը 2 տարի, որ ունենք խաղաղ Հայաստանի Հանրապետություն, որը 30 տարվա ընթացքում չի եղել անընդհատ։ Սա է իրական Հայաստանի հիմնական գաղափարը, որ մենք կարողանանք ունենալ իրական սահմաններով մեր իրական Հայաստանի Հանրապետությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբեք անվտանգության խնդիր չի ունենա եւ կկենտրոնանա իր երկրի զարգացման վրա։ Եվ այս խորհրդարանը ես այսպես հույսով լցված կարծում եմ պետք է աշխատի հենց երկրի ինչպես ասացի, ներքաղաքական կյանքը ել ավելի լավը դարձնելու, տնտեսական առումով ել ավելի գրավիչ երկիր դառնալու ուղղությամբ, որովհետև անվտանգության առումով մենք բավականին մեծ աշխատանք կատարեցինք այս 5 տարվա ընթացքում, թե խորհրդարանը եւ թե կառավարությունը եւ Փառք Աստծո տվեց դա իր արդյունքները։ Մենք ունենք խաղաղ երկիր, անվտանգ երկիր, մնում է մենք հավաքվենք եւ այսպես կենտրոնանանք մեր երկրի առաջիկա զարգացման ուղղությամբ։ Տեսեք, հետևելու եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։